Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1320-րդ օրն է, որքան ավելի շատ են աշխարհում խոսում Պուտինի պարտության մասին, այնքան ավելի հաճախ են փորձում ապացուցել հակառակը։ Գիշերը ռուսական կողմը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ամեն ինչին, ինչը անհրաժեշտ է մարդկանց նորմալ կյանքի համար, այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Ռուսաստանի հերթական զանգվածային հարձակմանը։ Մեջբերեմ, այս գիշեր Ուկրաինան կրկին ենթարկվել է ռուսական համակցված հարձակման, արձակվել են ավելի քան 50 հրթիռ եւ մոտ 500 հարվածային դրոն, կիրառվել են թևավոր հրթիռներ, շահեդ տեսակի դրոններ, ինչպես նաեւ կինժալ հիպերձայնային հրթիռներ, հարվածների են ենթարկվել Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Խերսոնի, Օդեսայի եւ Կիրովոգրադի մարզերը։ Նախնական տվյալներով կա առնվազն 10 վիրավոր, ցավոք 5 զոհ։ Ուկրաինայի նախագահի խոսքով ռուսները կրկին թիրախավորել են այն ամենը, ինչը ապահովում է ժողովրդի բնականon կյանքը։ Ամերիկան եւ Եվրոպան պետք է գործեն ստիպելու Պուտինին կանգ առնել, հավելել է Զելենսկին, ընդգծելով պաշտպանական պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը գործընկերների հետ։ Իդեպ նկատում եք, որքան շատ է Պուտինը փորձում ազդել ուկրաինացիների նորմալ կյանքի վրա, այնքան ավելի աննորմալ է դառնում կյանքը հենց Ռուսաստանում։ Մինչև Ուկրաինայի վրա հարձակվելը ռուսները լավ թե վատ իրենց երկրում ապրում էին, բայց հիմա բենզինի պակաս, հերթեր, սննդի տալոններ, քաղաքացիական ավիացիան չի կարողանում նորմալ իր օդանավերը պահպանել եւ սկսել է մասնատել դրանք։ Այդ թեմային այսօր կանդրադառնամ։ Այդ ռուսական գործարաններն են փակվում, իրենց խանութներից են անհետանում սնունդը եւ հենց բնականon կյանքը Ռուսաստանում է վերացել, որի վրա ոչ ոք չի հարձակվել։ Իսկ եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր 200 ռուսական հրթիռի դիմաց Ուկրաինան լավագույն դեպքում արձագանքում է ընդամենը 10 հրթիռով, սա լրիվ բացահայտում է Պուտինյան Ռուսաստանի անկարողությունն ու ռազմավարական սնանկությունը։ Այո, մենք ամբողջ Ուկրաինայում տուժում ենք պատերազմի հետևանքներից, բայց մենք հստակ հասկանում ենք, մեր երկրի վրա են հարձակվել եւ մենք պարտավոր ենք պաշտպանվել։ Իսկ ահա ռուսաստանցիները, ովքեր կարծում էին, թե իրենք շարունակելու են հանգիստ իրենց տունը ապրել եւ մտածում էին, որ ունեն հզոր պետություն եւ ակնկալում էին մի քանի օրում լուծել մեր հարցը, արդեն 4 տարի շարունակ լայնածավալ պատերազմի պայմաններում բախվում են սեփական կառավարության անկարողության հետ, ինչը բերել է հենց ռուսաստանցիների կյանքի վատ տարածմանը, իսկ Ռուսաստանի կառավարությունը կարծես թե չունի այլ նպատակ բացի պատերազմից։ Իսկ Դոնբասի այն քաղաքներն ու գյուղերը, որոնք բառացիորեն ջնջվում են երկրի երեսից Պուտինի ագրեսիայի արդյունքում, չէ՞ որ հենց այնտեղ ըստ իր իսկ խոսքերի ապրում են այն մարդիկ, որոնց իբր Պուտինը եկել էր փրկելու։ Մեզանից ոչ պակաս տուժում են հենց ռուսաստանցիները եւ նրանք, ում Կրեմլը տարիներ շարունակ համարել է ռուսներ։ Մենք գիտենք, որ երկիր ենք պաշտպանում եւ այլ ելք չունենք, իսկ ռուսները իրենց տառապանքները կարող են կանգնեցնել պարզապես պատերազմը դադարեցնելով։ Ստացվում է Պուտինից ամենաշատ տառապում են նրանք, ում նա իբր համարում է իրենը, եւ ես շատ եմ ցավում նրանց համար, ովքեր Հայաստանում դեռ հավատում են Պուտինի քարոզչությանը։ Այս միամտությունը ինքնասպանության նման է։ Բավական է միայն նայել Դոնբասում խաբված մարդկանց եւ ամեն ինչ պարզ կդառնա։ Նախքան այսօրվա մեր եթերի հիմնական թեմաներին անցնելը, խնդրում եմ մի քանի վայրկյան տրամադրել YouTube-ի գործիքներից օգտվելուն, մեր եթերը լայքելու համար, եթե հնարավոր է սոցիալական ցանցերում տարածելու, արդեն առիթ ունեցել եմ ասելու, ձեր յուրաքանչյուր լայքը մեր պայքարի միջոցն է օկուպացիոն բանակի դեմ։ Մինչ ուկրաինական զորքերը ոչնչացնում են ռուս օկուպանտներին ռազմաճակատում եւ Ռուսաստանի տարածքում, Ռուսաստանում նոր հոգսեր են առաջանում, ոմանք հերթ են կանգնում բենզինի համար, իսկ մյուսները փնտրում են Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառներ, փորձելով բացատրել, որ եթե Պուտինը չհարձակվեր Ուկրաինայի վրա, իբր 22 թվականին կարող էր տեղի ունենալ ինչ-որ բունտ կամ հեղափոխություն, հեղաշրջում։ Իմջայլոց Կադիրովի հետ գզվռտոցը շարունակվում է, տեսնենք ինչի կհանգեցնի այս ամենը, բայց դա դեռ ամենը չէ։ Ռուսաստանում առեղծվածային իրադարձություններ են ծավալվում քարոզիչ Տիգրան Քյոսայանի մահվան շուրջ։ Լրատվամիջոցները եւ Telegram ալիքները հաղորդում են, որ Մոսկվայի ոչ մի գերեզմանատուն չի հաստատել նրա թաղումը։ Քյոսայանի մահից 9 օր անց դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա քարոզչի մարմնի գտնվելու վայրի մասին։ Այս իրավիճակը բազմաթիվ ասեկոսեների եւ շահարկումների առիթ է դարձել,
ասել, դե հիմա մենք գիտենք, որ մոսկովյան քարոզիչները նույնիսկ մահից հետո հանգիստ չեն գտնում, մեր լսարանը կվկայի, որ ես այս կերպարի թեմային չէի անդրադարձել, ուղղակի տեսա իրենց լրահոսում ու նորից զարմացա, սրանք իրենց են հոշոտում, նույնիսկ մահից հետո, էլ ուր մնաց ուրիշներին չհոշոտեն։ Անկեղծ ասած, ես չեմ դադարում զարմանալ ռուսական հասարակության այս վիճակին, իմջալոց կառավարությունն ու բիզնեսը իրենց հասարակության հայելին են։ Ռուսական Aeroflot ուղևորատար ընկերությունը նախատեսում է ապամոնտաժել 8 Boeing բեռնատար ինքնաթիռ պահեստամասեր ստանալու համար, որպեսզի վերանորոգի այլ քաղաքացիական ինքնաթիռներ։ Սա կոչվում է ավիացիոն կանիբալիզմ։ Սկզբից պարզապես գողացան շատ արտասահմանյան ինքնաթիռներ, իսկ հիմա ապամոնտաժում են, կտրատում են եւ որպես պահեստամասեր են պատրաստվում օգտագործել դեռ ինչ որ ժամանակ թռնելու ինքնաթիռներ ունենալու համար։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնում է, որ Aeroflot-ը Boeing-ի այդ կտրտված ինքնաթիռները կստանա Volga-Dnepr ավիաընկերությունից, նրանք արդեն ստորագրել են համապատասխան պայմանագիր $130 միլիոն, ինչպես հայտնի է, պատժամիջոցները նաև լուրջ ազդեցություն են ունեցել Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի նավատորմի վրա։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը կարծում է, որ մինչև 26 թվականը Ռուսաստանի ավիացիոն պարկը կարող է կրճատվել կիսով չափ կամ նույնիսկ ավելին։ Պուտինին չաջակցող մեր հայրենակիցներին նորից զգուշացնում եմ, հեռու մնացեք այդ ինքնաթիռ Ֆրանկենշտեյներից։ Դե իսկ մինչ պատերազմը շարունակվում է, Ուկրաինան շարունակում է զենք ձեռք բերել եւ նույնիսկ Հունաստանից արդեն կան որոշ դրական լուրեր։ Աթենքը պատրաստում է Ուկրաինայի համար մեծ օգնության փաթեթ, տասնյակ ծանր հրետանային համակարգեր եւ հազարավոր արկեր, որոնք պետք է զգալիորեն ամրապնդեն Կիևի կարողությունները։ Խոսքը վերաբերում է 60 M110A2 303 մմ ինքնագնաց հաուբիցներին եւ մոտավորապես 150,000 արկերին։ Բացի այդ, մատակարարման փաթեթը ներառում է հազարավոր 70 մմ եւ 127 մմ Զունի տիպի հրթիռներ։ Իդեպ Ուկրաինայի ռազմածովային ուժերը հրապարակել են 3 Բույան M հրթիռային նավի խոցման մանրամասները։ Մեր զինվորականների տվյալներով նավը Բալտիկ ծովից դեպի Կասպից ծով էր ուղևորվում Ուկրաինայի վրա կալիբր հրթիռներ արձակելու համար։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցնում Ռուսաստանում գտնվող ռազմավարական թիրախներին ռուսական բանակի կարողությունները թուլացնելու համար։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը հաճախ հնչեցնում է մտահոգված կանխատեսումներ Եվրոպայի անվտանգության հարցով, այս անգամ էլ հայտարարել է, որ աշխարհը կանգնած է մեծ պատերազմի շեմին։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում սերբ առաջնորդը նշել է, պետությունները պատրաստվում են ոչ թե բանակցությունների, այլ պատերազմի։ Իդեպ Չեխիայում կայացած ընտրություններում հաղթել է եվրոսկեպտիկ Անդրեյ Բաբիշի կուսակցությունը, այժմ Օրբանի եւ Ֆիցոյի ընկերակցությունը Եվրոպայում համալրվել է։ Թե ինչպես կարձագանքի Բրյուսելը այս նոր մարտահրավերներին եւ արդյոք այս եվրոսկեպտիկ տրամադրությունները չեն ազդի հենց այդ ռեժիմների դուրս մղմանը եվրոպական քաղաքական տարածքից, դեռ կտեսնենք, ժամանակը ցույց կտա։ Իսկ մինչ Եվրոպան պատրաստվում է պատերազմին, մեզ մոտ այն ընթանում է ամբողջ թափով։ Գեներալ Ալեքսանդր Սիրսկին ներկայացրել է իրավիճակը ռազմաճակատում։ Նրա խոսքով Դոնբասում շարունակվում է Ուկրաինայի հակահարձակողական գործողությունը, Յանպոլ բնակավայրը գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, հայրենիքի պաշտպանները շարունակաբար իրականացնում են գործողություններ, որոնելու եւ վնասազերծելու թշնամու դիվերսիոն խմբերի մնացորդները։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 188 մարտական բախում, ինչպես նախորդ օրերին ռուսական հարձակումների ավելի քան կեսը կենտրոնացած է եղել 2 Պոկրովսկի եւ Նովոպավլովսկի ուղղություններով։ Միայն մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 870 օկուպանտ եւ 379 միավոր թշնամու տեխնիկա։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի բանակը լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր կորցրել է արդեն 1,115,250 զինծառայող, ռելիզը ձեր էկրաններին է։ Ռուսական հարվածների մասին արդեն նշեցի այսօրվա եթերի սկզբում։ Որոշ շրջաններում հարվածները ժամանակավորապես խափանել էին էլեկտրամատակարարումը, սակայն հիմնականում սպասարկող ընկերությունները արդեն վերականգնել են համակարգերը։ Ինչպես բազմիցս ասել եմ նախորդ եթերներում, մենք արդեն սովորել ենք օպերատիվ կերպով վերացնել հարվածների հետևանքները, սակայն ցավոք սպանվածների կյանքը ոչ ոք չի կարող վերադարձնել։ Մարդիկ, ովքեր զոհվել են առանց մեղքի, պարզապես Պուտինի ագրեսիայի կամ ավելի ճիշտ հիստերիայի հետևանքով։ Իր հերթին ուկրաինական բանակը հարված է հասցրել հերթական ռուսական նավթավերամշակման գործարանին, այս անգամ Նիժնի Նովգրադի մարզի Քստովո քաղաքում։ Քստովոյի նավթավերամշակման գործարանը արտադրության ծավալով 4-րդն է Ռուսաստանում։ Ինչպես նշեցի եթերի սկզբում, մենք մեր հարվածներով լուծում ենք ռազմական եւ ռազմավարական խնդիրներ, զրկելով Ռուսաստանին պատերազմ վարելու միջոցներից, իսկ Ռուսաստանը պարզապես փորձում է հնարավորինս շատ մարդ սպանել ուժեղ երևալու համար, բայց մենք հո գիտենք բոլորս,
Երևալը դեռ չի նշանակում լինել։ Չեմ ուզում շատ երկարացնել կիրակնօրյա եթերը, հիշեցնեմ, որ ուրբաթ եւ շաբաթ օրերին բավական ծավալուն եթերներ եմ թողարկել, եթե բաց եք թողել անպայման դիտեք, որպեսզի ամբողջական պատկեր ունենաք։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք եւ շատ եք աջակցում, խնդրում եմ այսօր էլ չմոռանաք լայքել եւ տարածել մեր եթերը սոցիալական ցանցերում, ցանկանում եմ ձեզ լավ տրամադրություն եւ հուսամ կհանդիպենք արդեն վաղը։ Մինչ նոր հանդիպում։